16 նոր ու ժամանակակից ավտոբուսները շաբաթը 7 օր կսպասարկեն Լոռու մարզի շուրջ 30 համայնքի 1500 երեխայի անվճար և անվտանգ տեղափոխելով դեպետի Քոավ սմարթ կենտրոն և հակառակ ուղղությամբ։ Երեխաների կրթական հնարավորությունները բարելավելու նպատակով Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամն ավտոբուսները ձեռք է բերել բարերար Ջեք Յուրեջյանի հովանավորությամբ։ Շատ կարևոր է մեզ համար, որպես Հայաստանի մանուկներ հիմնադրամ, փորձել փոխել հասարակության վերաբերմունքը ընդհանրապես ճանապարհային անվտանգությանը։ Դա մենք սկսել ենք անել թե վարորդների միջոցով, իրենց դերի գիտակցումը բարձրացնելով երեխաների եւ ընդհանրապես ճանապարհային անվտանգության նկատմամբ, եւ թե երեխաների մոտ սերմանելով կարգապահ եւ պատասխանատու հետագա ուղևոր նաեւ լինելու մշակույթը, միևնույն ժամանակ չմոռանալով, որ այս ամենը կրթության հասանելիության մասին է եւ մենք հնարավորինս մեր նպատակներին հասնում ենք ապահովելով անկախ երեխայի գտնվելու վայրից, անկախ աշխարհագրությունից երեխաների հասանելիությունը որակյալ կրթությանը եւ հնարավորություններին, որոնք որ սմարթ կենտրոնը առաջարկում է։ Ինձ համար մեծ բարիք է աջակցել Քոավի առաքելությանը եւ նվիրաբերել 16 ավտոբուս, որոնք կբացեն նոր հնարավորություններ Հայաստանի երեխաների համար։ Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, անկախ բնակության վայրից, եւ ավտոբուսները ոչ միայն տրանսպորտի միջոց են, այլև գամուրջը տևի ավելի լուսավոր ապակա։ 16 մեքենաները համալրված են տեսանկարահանման համակարգերով, որոնք ապահովում են վարորդների վարքագծի մշտադիտարկման հնարավորություն, ունեն նաև կենսաչափական նույնականացման համալիր միջոցներ, ավտոբուսների ձեռքբերման եւ ավտոկայանատեղի կառուցման համար ներդրվել է ավելի քան $600,000։ Տրանսպորտային համակարգի մեկնարկը վստահ ենք նոր շունչ եւ մշակույթ կբերի մարզ, ընդօրինակելի դարձնելով նաեւ մյուս բնակավայրերի համար։ Լոռու մարզպետի աշխատակազմը, որպես գործընկեր կառույց, պատրաստ է աջակցելու ձեզ բոլոր ողջունելի նախաձեռնություններում։ Լիահույս ենք, որ համատեղ ծրագրերով կունենանք կրթված հասարակություն եւ զարգացած համայնքներ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս նախաձեռնությունը փորձնական ծրագիր է դիտարկում մյուս դպրոցներում ներդնելու համար։ Նախատեսում եմ, որ 300 դպրոց պետք է կառուցվի եւ այս դպրոցներից շատերը պետք է լինեն ոչ միայն դպրոցներ, այլ նաեւ համայնքային կենտրոններ, որոնք տարբեր տեսակի ծառայություններ են մատուցելու կրթական, մշակութային տարբեր բնակավայրերից եկող սովորողներին եւ այս ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք, որ պետք է ձեռք բերվեն տրանսպորտային միջոցներ, պետք է վերապատրաստվեն այն մարդիկ, որոնք պետք է վարեն այդ տրանսպորտային միջոցները եւ պետք է լինի այնպիսի համակարգ վերահսկողության կամ մշտադիտարկման, որ մենք կարողանանք վստահ լինել, որ մի բնակավայրից մի բնակավայր երեխաների գնալը, վերադառնալը լիովին ապահով է։ Միանշանակ այս փորձը, որ հիմա դեպետում կիրառվելու է, մեզ համար բոլոր տեսանկյուններից կարևոր է լինելու։ Հիմնադրամից վստահեցնում են նոր տրանսպորտային համակարգը կգործի նաև այն մարզերում, որտեղ Քոավը սմարթ կենտրոններ կբացի։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։